Ֆինիկ զարգացման կենտրոնի ցուցասրահում մեկնարկել է հերթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են կերամիկական աշխատանքներ։ Աշխատանքների հեղինակը Լիաննա Սիմոնյանն է։ Բարև ձեզ, Լիաննա։ Ինձ կասեք, ինչ աշխատանքներ են այստեղ ներկայացված։ Բարև ձեզ, Ալիսա ջան, այստեղ ներկայացված են իմ կերամիկական ձեռագործ աշխատանքները, որը որ կատարված են տարբեր տեխնիկայով ու տարբեր նյութերով։ Ասացիք տարբեր նյութերով, բայց բոլորիս շատ ծանոթ է այսպես կարմրավուն երանգ ունեցող կավը, բայց տեսնում ենք նաև սև երանգով, այսպես ավելի բաց երանգով աշխատանքներ, ինձ կասեք, որն է դրանց տարբերությունը։ Այստեղ ներկայացված է տարբեր գույների, տարբեր նյութերի կավեր, օրինակ մեզ մոտ մենք ծանոթ ենք ավելի շատ հայկական կավի հետ, որովհետև եթե ասում ենք կավ, պատկերացնում ենք կարմիր կավ, քանի որ մեր տարածաշրջանի համար կարմիր կավը ավելի բնորոշ է։ Չնայած ունենք ուրիշ տեսակի կավեր, բայց դրանք ավելի քիչ են ու ավելի քիչ զարգացած։ Իսկ ես օգտագործում նաև իսպանական կավ, տարբեր ջերմաստիճանի, բարձր ջերմաստիճանի, գերմանական, իմ բոլոր աշխատանքները ես կատարման ժամանակ լիքը փորձարկումներ եմ անում, որ հասկանամ, օրինակ, ինչ կավի հետ է ինձ կոմֆորտ աշխատել, ինչ ֆորմա եմ ուզում ստանամ ու այդ կավը ինձ կարա օգնի, թե չէ, որտեղ շատ ժամանակ կավը տարբեր է լինում ու տարբեր խնդիրներ ես դու կարողանում տարբեր կավերի հետ լուծել։ Օրինակ, ֆարֆորի հետ դու չես կարող ստեղծել այն, ինչ որ օրինակ ներկայացրած է, բայց ֆարֆորը ուրիշ հնարավորություններ է քեզ տալի, ֆարֆորի էսթետիկան ուրիշ է։ Ես նաև շատ ուզում էի իմ ցուցահանդեսին ներկա լիներ հայկական կավը ներկայացրած, բայց նոր ֆորմատով էի ուզում ներկայացնել, ոչ թե թանգարանային որպես նմուշ, ոչ թե խաշի աման կամ սուրճի բաժակ, լրիվ ուրիշ ձևներ գրաված ինտերիերի մեջ։ Շատերը նույնիսկ չգիտեն, որ կավը դա նույն կերամիկան է։ Ուղղակի երբ որ թրծվում է կավը, ինքը դառնում է կերամիկա։ Կերամիկային բոլորս ծանոթ ենք, կավին մի քիչ ուրիշ աչքերով ենք նայում ամեն դեպքում։ Ես իմ աշխատանքների մեջ որոշեցի հայկական կավը օգտագործել, քանի որ ուզում էի ցույց տալ հայկական կավն է կարա լինի նորավոր, կարա լինի հետաքրքիր։ Մեր ժամանակներում, քանի որ շատ են կարևորում հայկական ինչ-որ դետալների առկայությունը, հագուստի վրա հայկական տառեր շատ են անում, նաև սպասքի վրա են հայկական տառեր պատկերում, հայկական նախշեր անում ու ասում են այս ամենը հայկական է, բայց կապ չունի իրականում այդ կտորի ծագումը որտեղից է գալիս կամ թեկուզ այդ նյութը որտեղից է գալիս, որ ուղղակի մի դետալով դարձնում են հայկական։ Այս ամենին ինչպես եք վերաբերվում ու արդյոք հանդիպել եք նման աշխատանքների։ Իհարկե հանդիպել եմ, որտեղ ես էլ եմ այդ իրականությունում ապրում, հետաքրքիր հարց եք տալի։ Ես օրինակ կողմ եմ օգտագործել տարբեր նյութեր, բայց օրինակ պատրաստի նյութեր չինական առնել ու վրան նկարել, ասել դա հայկականն է, մի քիչ այդքան էլ լավ չեմ նայում, որտեղ մենք տեղ ունենք աճելու, մենք շատ բան կարանք աշխարհին ասենք ու ոչ թե ինչ որ արհեստական դա լինի, այ բնական մենք կարանք օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները։ Ես գիտեմ, որ դուք ունեք նաև արվեստանոց, որտեղ ոչ միայն աշխատում եք, այլև սովորեցնում եք շատերին։ Այսպես ոնց է ընթանում աշխատանքները այնտեղ։ Ի սկզբանե կար նպատակ ստեղծել արվեստանոց, մի միջավայր, որտեղ որ ես կարող եմ հանգիստ ստեղծագործել, բայց հետո հասկացա, որ չէ, պետքա մարդկանց էլ հետաքրքիր կլինի ու մարդիկ էլ կարան գան, ծանոթանան այդ տեխնիկայի հետ, ավելի շատ զարգացնել Հայաստանում կերամիկայի արվեստը, քանի որ մենք շատ բան մոռացել ենք, իսկ մենք կարանք, մենք շատ տաղանդավոր ազգ ենք ու շատերը նույնիսկ իրանք էլ տեղյակ չեն, որ իրանք շատ բան կարան անեն, զուտ նրա համար, որ տեխնիկայի հետ ծանոթ չեն, իրանք չեն պատկերացնում, որ իրանք դա կարող են անել, իսկ ես ուրախանում եմ, երբ որ մարդիկ գալիս են ու ստանում են այդ փորձը ու հետո այդ ամեն ինչը իրանց մեջից դուրս չի գալի, իրանք ուզում են ավելին, իրանք այդ ամեն ինչը խորացնում են։ Ես ունեմ շատ աշակերտներ տարբեր մասնագիտությունների, որոնք որ արդեն մտածում են, որ փոխելու են իրանց մասնագիտությունը, որովհետև այդ կավեգործությունը իրականում տանում է քեզ, մի ուրիշ աշխարհ է տանում։ Դա նման է ինչ-որ մեդիտացիայի, երբ որ դու գալիս ես աշխատելու, դու զգում ես, որ քեզ ոչինչ չի հետաքրքրում այն ինչը որ կատարվում է դրսում, դու ամբողջովին
կտրվում ես, մի թերապիայի նման է։ Եվ ի վերջո ձեր առաջին հանդիպումն էլ է, չէ՞, կավի հետ այսպես ճակատագրական եղել ու դարձել է արդեն կարծես թե ձեր հիմնական օրվա մի մասը, հիմնական զբաղմունքը։ Այո, ինձ իջ հիշում եմ, ես ստեղծագործում եմ, բայց տարբեր նյութերով ու մի պահ եկավ, երբ որ ես ծանոթացա կավի հետ, ես դիտարկում էի դա որպես հոբբի, չի մտածում, որ դա կդառնայի մասնագիտությունը։ Սկզբից ցանկություն կար ուղղակի ստեղծել մի միջավայր, որտեղ որ ես ուղղակի կարող եմ հանգիստ ստեղծագործել իմ համար, բայց հետո դա սկսեցի զարգացնել ու ուզեցա մարդկանց հետ կիսվել։ Ցանկացա ավելին, որովհետև կավը քեզ հանգիստ չի թողնում, դու չես կարող ուղղակի մի պահ ինչ-որ մի բան անես ու մոռանաս յան, որովհետև ինքը անընդհատ խնամք է պահանջում քեզանից, դու պետք է յան հետևես, որ ճիշտ չորանա, ճիշտ թրծվի, ճիշտ մշակի, ճիշտ ժամանակին, որ քո աշխատանքը ճիշտ ընթանա։ Ինձ հետաքրքիր է ինչ տարիքի մարդիկ են հիմնականում հետաքրքրվում կավագործությամբ, որովհետև թվում է թե թրենդային է, ավելի շատ երիտասարդները կարող են հետաքրքրվել, բայց դուք ավելի հստակ կասեք, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր ավելի շատ են ուզում սովորել այս ամենը։ Ինձ թվում է տարիքային սահմանափակում չկա, եթե մարդ ունի ցանկություն ստեղծագործելու, կապ չունի դա կավ կլինի, թե ուրիշ նյութ կլինի, մարդը փնտրում է։ Հիմա ինֆորմացիայի ժամանակաշրջան է ու ավելի շատ է հնարավորությունը մարդկանց պատմել, ինչով ես դու զբաղվում ու դրա համար երևի մարդիկ տեսնում են, ուզում են գալ, փորձել ինքնուրույն ու այդտեղից է երևի ինքը թրենդային է դարձել։ Ինչ որ տարիքային սահմանափակում ինձ թվում է չկա, ոնց երեխաներն են ուզում, այնպես է երիտասարդները ու տարիքով մարդիկ, որը օրինակ ամբողջ կյանքը երազել են դրանով զբաղվել, բայց չեն իմացել դրա հնարավորությունը չի եղել։ Ուզում եմ աշխատանքի բարդություններից խոսել, որովհետև յուրաքանչյուր մարդ իր աշխատանքը ներկայացնելիս ասում է, «Ոյ, շատ լավ աշխատանք է, բայց շատ դժվար է, բարդ կողմեր ունի, սորանկյուններ ունի, չգիտեմ, այսպես տարբերակներ կան բազմաթիվ, իսկ ո՞րն է հենց ձեր աշխատանքի բարդությունը»։ Ի տարբերություն արվեստի ուրիշ ճյուղերի, կավեգործության արդյունքը դու կարող ես վերջում ուղղակի չտեսնել։ Դու կարող ես անել ամեն ինչ, վերջում մի բանային կարող է չգնա ու դու արդյունքը չստանաս։ Կերամիկան շատ ավելի շատ հնարավորություններ է մեզ տալի։ Մենք ունենք ֆորմաներ, ունենք տեքստուրաներ, ունենք գույներ ու այստեղ դու ազատ ես։ Ու այդ ամեն ինչը նաև կարելի է կիրառել։ Դա այդ միտքին ավելի շատ է դուրս գալի։ Ձեր անհատական ցուցահանդեսն է Փյունիկ զարգացման կենտրոնում, ինչ ակնկալիքներ ունեք այս ցուցահանդեսից։ Շատ ուրախ եմ համագործակցել Փյունիկ զարգացման կենտրոնի հետ, նախ որտեղ ունեցա հնարավորություն իմ անհատական ցուցահանդես ունենալ եւ ծանոթանալ մյուս արվեստագետների հետ։ Ամսի 28-ից մինչ 6-ը ունենալու եմ անհատական ցուցահանդես Փյունիկ զարգացման կենտրոնում ու բոլորիդ կսպասեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար, վստահ եմ շատ հետաքրքիր ցուցահանդես է սպասվում բոլոր արվեստասերներին, իսկ մեր այսօրվա հաղորդումը ավարտենք, կհանդիպենք հաջորդ ցուցահանդեսի շրջանակներում։